Ավագ դպրոցական տարիք։ Ավագ դպրոցական տարիքը համընկնում է վաղ պատանեկության շրջանի հետ։ Այն իր մեջ ընդգրկում է 16-ից 18 տարեկան ժամանակաշրջանը։ Այս տարիքում շարունակվում ու խորանում են դեռահաս տարիքում ձեռք բերված թե ֆիզիկական բնախոսական և թե հոգեկան զարգացման առումով։ Յուրահատուկ նոր որակներ չեն ստեղծվում, այլ եղածը կատարելագործվում, ավարտին է հասցվում։ Առաջին, ավագ դպրոցական տարիքում ավարտվում է սեռային հասունացումը։ Երկրորդ, ֆիզիկական զարգացումը նման է հասուն մարդու զարգացմանը, այն ընտանում է հանգիստ համաչափ։ Երրորդ, ձգտում են թուրքաշրջապատին, ուշադրություն գրավել, մտահոգվում են նույնիսկ աննշան ֆիզիկական թերությունների համար։ Չորրորդ, պատանեկան տարիքում ևս նրբանկատությունը և բարյացակամ վերաբերմունքը պետք է դաստիարակչական աշխատանքի գլխավոր գիծը լինի։ Փոփոխություններ։ Առաջին, ուշ պատանեկան տարիքում հասակի աճը դանդաղում է, աճում է աշխատունակությունը, ուղեղի կշիռը չի փոխվում, այլ բարդանում ու փոխվում է ներբջջային կառուցվածքը, հասնելով տարիքավոր մարդու ուղեղի կառուցվածքին։ Կողմնորոշում։ Քննարկվող տարիքում պատանու հոգեկանում ամենից ավելի տիրապետող է դառնում կողմնորոշումը դեպի ընտրած մասնագիտությունը, հետևաբար հետաքրքրությունները ևս նպատակաուղղվում են դեպի ընտրած մասնագիտական առարկաները։ Ավագ դպրոցական տարիքը սեռահասունացման ավարտին շրջանն է և միևնույն ժամանակ սկզբնական փուլ ֆիզիկական հասունության։ Ավագ դպրոցականին բնորոշ է ֆիզիկական և հոգեկան ստրեսը։ Ֆիզիկական զարգացումը նպաստում է աշխատանքի և սպորտի մեջ հմտությունների և կարողությունների ձևավորմանը։ Բացվում են լայն հնարավորություններ մասնագիտություն ընտրելու համար, ինչպես նաև ֆիզիկական զարգացումն ազդում է անհատականության որոշ գծերի զարգացման վրա։ Փոփոխություններ։ Ավագ դպրոցական տարիքում նկատելիորեն փոխվում է էսթետիկ զգացմունքները շրջապատող իրականության մեջ գեղեցկությունը էմոցիոնալ ընկալելու և սիրելու կարողությունը, բնության մեջ, արվեստի մեջ, հասարակական կյանքում։ Ավագ դպրոցի սովորողների վեճերի և մտերմիկ զրույցների ամենահաճախ և սիրելի բովանդակությունը էթիկան է, բարոյական խնդիրները։ Նրանց ոչ մի կոնկրետ դեպք չի հետաքրքրում, ուզում են իմանալ դրանց հիմնարար էությունը։ Ավագ դպրոցականները մեծապես հաղթահարում են դեռահասությանը բնորոշ իմպուլսիվությունը։ Ավագ դպրոցական տարիքի նորագոյացություններն են. Առաջին, աշխարհայացքի ձևավորում, անկախություն։ Երկրորդ, բարոյականության նկատմամբ խստապահանջության բարձրացում։ Երրորդ, ինքնագնահատականի ձևավորում։ Չորրորդ, ինքնակրթության ձգտում։ Ճանաչողական գործունեության առանձնահատկությունները։ Առաջին, հաշտվում է կոնկրետ և վերացական հասկացողության միջև եղած բացը։ Երկրորդ, զարգանում է համեմատական ընդանրացումը, էական ընդգծելու ունակությունը։ Երրորդ, ռացիոնալ մտապահման տեխնիկան օգտագործելու կարողություն, նշումներ անել, ընդգծել, հիմնական գաղափար և այլն։ Հոգեբանական հարց։ Առաջին, ինչ եք տեսնում նկարում։ Շրթունքներ։ Ձեր վիճակն ու տրամադրությունը կախված է իրավիճակից։ Երբեմն դուք կարող եք դուրս գալ և զվարճանալ երեկույթներում, իսկ երբեմն ուզում եք մենակ մնալ ու փախվել բոլորից։ Դուք լավ եք հաղթահարում ցանկացած ստրես և լեզու եք գտնում մարդկանց հետ։ Միայն երբեմն չափից շատ եք վստահում մարդկանց։ Արժե ավելի զգույշ լինել ձեր միջավայրն ընտրելիս, որպեսզի ձեզ չխաբեն։ Ծառեր։ Ցանկացած մարդու հետ հեշտությամբ ընդհանուր լեզու եք գտնում։ Յուրաքանչյուր բանակցություններում դուք անկին եք։ Դժվար եք տանում միայնությունը և շրջապատից միայն դրական էմոցիաներ եք ստանում։ Դուք չեք սիրում ստել ուրիշներին։ Դրա դիմաց դուք ազնվություն և հավատարմություն եք պահանջում։ Արմատներ։ Չեք սիրում մարդկանց բազմություն և մեծ հավաքույթներ։ Դուք անհարմար եք զգում օտարների հետ, չեք սիրում նոր վայրեր այցելել։ Դուք սիրում եք ձեր տունը և ձեր մտերիմներին։ Դուք հաստատակամորեն եք ընդունում քննադատությունը և անհրաժեշտության դեպքում շփվում եք ուրիշների հետ։ Միշտ բարեհմբույր եք և գիտեք, թե ինչպես դնել անձնական սահմաններ։ Շնորհակալություն ուշադրության համար։